Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի և Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի վերակառուցման աշխատանքները խիստ մտահոգություններ են առաջացրել հասարակության շրջանակներում։ Փորձագետների մի մասը պնդում է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը ոչ թե վերանորոգում է, այլ պարզապես ավերում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը։ Դուք ինչ կարծիք ունեք։ Ես մինչև քանդել եղել եմ Ծիծեռնակաբերդի քանի անգամ։ Լավ է սարքած, շատ լավ։ Դե հիմա նայր։ Հնդիկ ինչ պիտի սարքի։ Որը քանդել են, որ այդքան մասսայական ժողովուրդ չգնան։ Դե կամաց վերացնելու է, կամաց։ Սխալ է, շատ սխալ է։ Տխուր տեղ է դա, ես հիշում եմ մեր անցյալները, որ մեր երկրի վրա մեզ համար նրանք կոտորել են, թուրքը կոտորել է մեզ, շան հետ ընկերություն արա փետը ձեռքիցդ մի քիչ։ Թուրքը մնում է թուրք, ես աշխատել եմ իրանց հետ, ստեղ, բայց թուրք է։ Դառնություն է, էլի, հասկանում ես, այդ դառը կորիզը մեր բերանի մեջ է, երբեք ու երբեք պետք է դուրս չգա։ Հələ մի ասա է ցեղասպանություն, խենք ասեմ, ով է ապրել ցեղասպանություն, որ ազգն է ապրել, ասորիները, հույները, հայերը, վրացիները, ով է ապրել, մոռանում են իրանք, բայց առաջինը մենք ենք, որ Ծիծեռնակաբերդը կառուցվել է ցեղասպանության հիշատակին նվիրված։ Ոնց կարելի է Ծիծեռնակաբերդը չսիրել։ Ոնց կա, եկեղեցին չսիրել։ Մեր պատմությունը չէ, մեր հիշողությունն են քանդում։ Դու եղել ես Ծիծեռնակաբերդում, քանի անգամ։ Չես հիշում, չէ։ Ես այսքան երեխա ժամանակ հենց սարքեն եմ, միշտ եղել եմ։ Ամեն տարի գնում եմ Ծիծեռնակաբերդ։ Մեր զոհերի հիշադակը հարգելու համար, որոնք ընկան թուրքերի յաթաղանից։ Մենակ ցավ չի տալի, դարձել է տալ, ինչ են ավիրում։ Ղարաբաղը բարբարով ասում, բոլորը սվաղում է, են ինչ սվաղ չգիտեցի չէ, մացկերով կա էլի։ Գիտեմ, որ իրան սրտով չէ հուշահամալիրներ, Ծիծեռնակաբերդներ, այդ կոտորումներ, դե եթե հանեն ուրեմն հայ ժողովուրդը իլխի ապրում, ավելի լավ է այդ համատի հենց այդ քարերի տակ էլի։